Մենք ապրում ենք աննախադեպ տեսողական և ինտելեկտուալ սպառման դարաշրջանում։ Մենք սովոր ենք նստել էկրանների, բեմերի կամ գրքերի առջև և գնահատել այն, ինչ գեղեցիկ է, ինչ լավ է ասված և ինչ արձագանք է գտնում մեր հոգիներում։ Քրիստոնեական կյանքի համատեքստում նման վարքը ծնել է հավատի նոր, դիտորդի արխետիպ։ Սա այն մարդն է, ով հիանում է առաքինություններով հեռվից, ում հուզում է հզոր քարոզը կամ հերոսական զոհաբերության պատմությունը, բայց ով մնում է անշարժ, նման մարդու, ով հարմարավետորեն տեղավորվել է աթոռին մարտաֆիլմ դիտելիս։ Ժամանակակից հոգևորության հիմնական խնդիրը ոչ թե ճշմարտությանը մուտքի բացակայությունն է, այլ այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում դրան։ Կա հսկայական տարբերություն ավետարանին դիտելու և ավետարանի համաձայն ապրելու միջև։ Հիացմունքը պասիվ զգացում է, այն չի պահանջում ջանք, չի պահանջում հրաժարում և առաջին հերթին չի պահանջում փոփոխություններ։ Կարելի է տարիներ շարունակ եկեղեցի հաճախել, լսել ոգեշնչող քարոզներ և նույնիսկ համաձայնել յուրաքանչյուր կետի հետ, առանց սակայն փոխելու իր բնավորության կամ առօրյա որոշումների թեկուզ մի կաթիլը։ Հոգևոր գեղեցկությունը ունի մեզ հմայելու յուրահատուկ կարողություն։ Այն տալիս է խաղաղության և պատկանելության զգացում, սակայն եթե այդ հմայքը շարժում չի առաջացնում, այն դառնում է վտանգավոր թակարդ։ Երբ մենք հմայված ենք լույսով, բայց հրաժարվում ենք գնալ դեպի այն, մենք ստեղծում ենք սրբության պատրանք։ Մենք կարծում ենք, որ պարզապես գնահատելով բարին արդեն բարի ենք, բայց քրիստոնեական հավատը արվեստի պատկերասրահ չէ միայն դիտելու համար։ Դա ճանապարհ է, որով պետք է գնալ։ Ավետարանը մեզ չի կոչում լինել Քրիստոսի երկրպագուներ կամ հիանալ նրա ուսմունքով։ Այն մեզ կոչ է անում աշակերտության, որը շարունակական և հաճախ անհարմար գործընթաց է։ Քանի դեռ մենք մնում ենք միայն հիացմունքի մակարդակում, մենք կլինենք նման այն մարդկանց, ովքեր սոված են մնում պարզապես այն պատճառով, որ զբաղված են ուտեստների արտաքին տեսքը գովաբանելով։ Սկսվող այս խորհրդածությունը նպատակ ունի կոտրել այդ իներցիան, հրավիրելով ձեզ լքել հանդիսատեսի տեղը և ստանձնել նախաձեռնությունը սեփական դարձի գործում, վերածելով էսթետիկ հիացմունքը իսկական խոնարհության կյանքի։ Հաճախ մենք կարծում ենք, որ հավատի հակառակն ատելությունն է կամ Աստծո լիակատար մերժումը, սակայն գոյություն ունի շատ ավելի նուրբ և վտանգավոր վիճակ։ Այն մարդու վիճակը, ով գիտակցում է ճշմարտությունը, վայելում է այն, բայց մնում է կաթվածահար իր կրքերով։ Սա այն մարդու պատկերն է, ում դուր է գալիս լսել ճշմարտությունը, բայց ով բացարձակապես չի պատրաստվում հետևել լսածին։ Սա ինտելեկտուալ հաճույքի երևույթ է, որը կտրված է կամքի ուժից։ Ճշմարտությունն ունի բնական փայլ։ Երբ մենք լսում ենք իսկապես լավ բան, մեր ինտելեկտը ակնթարթորեն արձագանքում է բավարարվածությամբ։ Խոր հայեցակարգ հասկանալը հաճելի է, այն տալիս է այն զգացումը, որ բոլոր կտորները տեղավորվում են։ Սակայն եթե այդ հաճույքը ինքնաբավ է, այն վերածվում է նրա, ինչ մենք կարող ենք անվանել ունային հետաքրքրասիրություն։ Այս վիճակում ավետարանը դադարում է լինել հոգու տեղ և դառնում է միայն ինտելեկտուալ զվարճանքի առարկա, կարծես մենք Սուրբ Գրքի խորությունը վերածում ենք Սուրբ բամբասանքի։ Մենք ուզում ենք ավելին իմանալ, ուզում ենք հասկանալ խորհուրդները, ուզում ենք լսել հզոր խոսքեր, բայց միայն մեր մտքի ախորժակը բավարարելու համար, ոչ թե մեր հոգու քաղցը։ Սա հզոր հոգեբանական թակարդ է։ Ուղեղը մեզ խաբում է, ստիպելով զգալ բավարարվածություն պարզապես Սուրբ բանի հետ շփվելուց։ Խորհրդածություններից հետո մենք զգում ենք ավելի լավ, թեև իրականում միայն տեղեկատվություն ենք կուտակել։ Եթե այսօր ստացված գիտելիքները չհանգեցրին ձեր համբերության, բարության կամ մաքրության մեջ փոքր փոփոխությունների, դրանք միայն փքեցրին ձեր հպարտությունը։ Կաթվածահարությունը առաջանում է նրանից, որ ճշմարտությամբ ապրելու համար պահանջվում է գին, որը միայն ինտելեկտը չի կարող վճարել։ Ինտելեկտը տեսնում է ճանապարհը, բայց հենց կամքն է, որ պետք է գնա այդ ճանապարհով։ Նրանք, ովքեր կորցնում են իրենց ինտելեկտուալ հաճույքների մեջ, մնում են կպչած հոգևոր կյանքի վիտրինայում, հիանալով գանձով ապակու միջով, բայց առանց քաջության բացել դուռը և ընդունել տիրելու գինը։ Իրական վտանգը կայանում է Աստծո մասնագետ դառնալու մեջ, առանց երբևէ նրա հետ ընկեր լինելու։ Գիտելիքը, որը չի վերածվում հնազանդության, ի վերջո դառնում է բեռ, որն ավելի է հեռացնում մեզ Աստծո արքայությունից, քանի որ այն մեզ տալիս է կեղծ վստահություն, թե մենք արդեն ճանապարհին ենք, մինչդեռ մենք պարզապես նստած ենք մայթե ձեռին և դիտում անցորդներին։ Կյանքը հաճախ նման է հանդիսավոր հրավառության, որտեղ մեզ անընդհատ հրավիրում են օգտվել արագ երջանկության և հասարակական ճանաչման խոստումներից։ Սակայն այդ առատության հետևում թաքնված է ամենադաժան ստրկություններից մեկը՝ մակերեսային որոշումների ստրկությունը։ Շատերիս ներքին հակամարտությունը բխում է երկու տիրոջ ծառայելու անհնարին փորձից։
Մի կողմից մեր խիղճը ցույց է տալիս, թե ինչն է ազնիվ, արդար եւ հավերժական։ Մյուս կողմից մեզ շանտաժում են աշխարհի ձայները։ Այդ ձայները սովորաբար չեն գոռում, այլ գայթակղիչ կերպով շշնջում են։ Սա այն ձայնն է, որ ասում է. պետք է պահպանել հարգանքը ընկերների առջև, ձայնը, որ պահանջում է հավանություն եւ ծափահարություններ ուրիշներից, կամ հպարտության ձայնը, որը հրաժարվում է սխալը ընդունել։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշների կարծիքը կամ հասարակական դատապարտման վախը թելադրեն մեր գործողությունները, մենք դադարում ենք լինել մեր սեփական պատմության տերերը։ Այս դինամիկան բացահայտում է կեղծ ազատությունը։ Ժամանակակից մարդը հպարտանում է նրանով, որ անում է այն, ինչ ուզում է, եւ հետևում է իր իմպուլսներին, բայց գործնականում նա հաճախ հայտնվում է սեփական անառողջ զգացմունքների գերության մեջ։ Եթե դուք չեք կարողանում ոչ ասել թաքնված արատին, գայթակղիչ բամբասանքին կամ զայրույթի նոպային, դուք ազատ չեք։ Դուք ձեր զգացմունքների ստրուկն եք։ Արդյունքում ստացվում է կտոր կյանք, որտեղ մենք փնտրում ենք հաճույքներ, որոնք փոխադարձաբար չեզոքացնում են միմյանց։ Մի պահ մեզ ոգևորում է հոգևոր մտքի մասին, հաջորդ պահին մենք մեզ վաճառում ենք էժան գովասանքի կամ անխոհեմ երդման համար, դրված էյֆորիայի ազդեցության տակ։ Իսկական քրիստոնեական ազատությունը հետևաբար կայանում է ոչ թե բազմաթիվ հաճույքների տարբերակներ ունենալու մեջ, այլ բարին ընտրելու համար անհրաժեշտ կամքի ուժի մեջ, նույնիսկ երբ այն ողջունելի չէ։ Կա սկզբունքային տարբերություն համեղի եւ սննդարարի միջև։ Ճշմարտության որոնման մեջ շատերս վարվում ենք ինչպես երեխաներ, որոնք ընտրում են ուտելիքը միայն համի պատճառով, անտեսելով այն հարցը, թե արդյոք այն իսկապես ծնուցում է մարմինը։ Մենք փնտրում ենք գուրման հոգևորություն, այնպիսին, որ հաճելի է մեր լսողությանը, բերում է էմոցիոնալ մխիթարանք եւ ստիպում մեզ լավ զգալ։ Սակայն ճշմարտությունը ստեղծված է ոչ միայն համտեսելու համար, այն ստեղծված է հոգին սնուցելու համար։ Ճշմարտության սննդային արժեքը հաճախ դրսևորվում է հենց նրանով, որ անհարմարություն է պատճառում։ Ինչպես դառը դեղորայքը կարող է անհրաժեշտ լինել վարակի բուժման համար կամ խիստ դիետան սրտի առողջության վերականգնման համար, ավետարանի ամենադժվար մասերն են, որոնք նպաստում են մեր ամենամեծ աճին։ Թշնամիներին սիրելը, 70 անգամ 7 սատանայի ներելը, էգոյից հրաժարվելը եւ խաչ կրելը այն ուսմունքներն են, որոնք հազվադեպ են անմիջական հաճույք բերում։ Ընդհակառակը, դրանք կտրում են մեր հպարտությունից կտորներ։ Տարածված սխալը բարդ գլուխները բաց թողնելու փորձն է։ Մենք ուզում ենք հարությանը առանց անցնելու Գողգոթայով։ Մենք ուզում ենք խաղաղություն առանց մասնակցելու հոգևոր պայքարին։ Երբ մենք ճշմարտությունը հարմարեցնում ենք մեր ապրելակերպին, մենք զրկում ենք նրան մեզ փոխակերպելու կարողությունից։ Հոգևոր հասունությունը սկսվում է այն ժամանակ, երբ մենք սկսում ենք փնտրել այն, ինչ օգտակար է առողջության համար, այլ ոչ թե պարզապես գրավիչը։ Սա նշանակում է Սուրբ Գիրք կարդալ եւ ուսուցումներ լսել այն մտադրությամբ, որ դրանց մեջ գտնենք մեր թերությունների ախտորոշումը, այլ ոչ թե մեր մտածածին առաքինությունների հաստատումը։ Երբ ճշմարտությունը վիրավորում է, դա նշան է, որ այն դիպել է մեր հոգու բորբոքման օջախին։ Եթե մենք փախչում ենք ցավից, մենք մնում ենք հիվանդ։ Եթե ընդունում ենք այն, մենք թույլ ենք տալիս, որ այն մեզ տա էներգիա եւ կյանք, որոնք անհրաժեշտ են սիրո եւ ծառայության համար։ Հոգու սնուցումը պահանջում է անցում զգացմունքների մակերեսից դեպի գոյության խորություններ, ընդունելով այն փաստը, որ Աստծո հրավառությունը բաղկացած է ուտեստներից, որոնք ամրացնում են հոգին, նույնիսկ եթե դրանք մարտահրավեր են նետում մեր շաքարի հանդեպ կախված ճաշակին եւ ինքնագոհությանը։ Հոգևոր աճի ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը ոչ թե ծանր մեղքն է, այլ միջակության ընդունումը։ Գոյություն ունի անտեսանելի սահման, որի վրա կանգ են առնում շատ քրիստոնյաներ։ Նրանք, ովքեր հրաժարվել են ամենալուրջ արատներից, դադարել են բացահայտ ապստամբել պատվիրանների դեմ եւ պահպանում են կրոնական ծեսերի կարգը, բայց դադարել են հոգևորորեն զարգանալ։ Սա այն է, ինչ մենք կարող ենք անվանել շնորհի տաք վիճակ, հարմարավետության գոտի, որտեղ մարդը գոհ է նրանից, որ վատը չէ, բայց չի գործադրում անհրաժեշտ ջանքերը իսկապես սուրբ լինելու համար։ Միջակությունը գայթակղիչ է, քանի որ մեզ տալիս է անվտանգության զգացում։ Մենք նայում ենք շուրջը, համեմատում ենք մեզ նրանց հետ, ովքեր գտնվում են ակնհայտ բարոյական դեգրադացիայի վիճակում, եւ եզրակացնում ենք. իմ մոտ ամեն ինչ կարգին է, ինձ ավելին պետք չէ։ Սակայն հոգևոր կյանքը նման է շարժասանդուղքի վրա բարձրանալուն, որի իջնում է ներքև։ Այն պահին, եւ դուք որոշում եք կանգ առնել, անխուսափելիորեն սկսում եք շարժվել հետընթաց։ Աստծո արքայությունում չկա չեզոքություն, կամ մենք շարժվում ենք դեպի լույսը, կամ աշխարհի ստվերները նորից հասնում են մեզ։ Այս սահմանագծում մենք լսում ենք լիակատար ինքնահանձնման եւ արմատական բարեգործության հերոսական առաքինությունների մասին, կարծես դրանք հեքիաթներ լինեն հատուկ մարդկանց համար, այլ ոչ թե մեր կոչումը։
Երբ մեզ առաջարկում են գնալ ավելի հեռու, ավելի առատաձեռն լինել ժամանակի հարցում, ավելի խիստ լինել սեփական խոսքի օգտագործման մեջ կամ ավելի կարգապահ լինել աղոթքում, մեր անմիջական արձագանքը հետ քայլ է։ Մենք ասում ենք ինքներս մեզ, որ մեզ պետք չէ ֆանատիկ լինել, կամ որ Աստված հասկանում է մեր սահմանափակումները։ Բայց իրականում մենք ասում ենք, որ հաջորդ քայլը չափազանց թանկ է մեր էգոյի համար։ Սրբությունը կոչում չէ, որը նախատեսված է միայն կատարյալ էակների համար, ովքեր երբեք չեն կորցնում հավատը։ Սրբությունը նպատակ է, նպատակասլաց մարդկանց համար։ Միջակ մարդը նան է, ով ուզում է փրկությունը որպես կյանքի ապահովագրություն, բայց չի ուզում սրբությունը որպես կյանքի նախագիծ։ Նա ուզում է դրախտը, բայց ուզում է իր հետ տանել իր բոլոր փոքր հարմարություններն ու երկրային կապվածությունները։ Նման անտարբերության մեջ ապրելը վտանգավոր է, քանի որ այն թմրեցնում է հոգին։ Դուք դառնում եք անզգայուն Աստծո խոսքի ազդեցության նկատմամբ։ Դուք լսում եք այն, գտնում եք գեղեցիկ, բայց այն այլևս ցավ չի պատճառում ձեզ, չի անհանգստացնում եւ հետեւաբար չի բուժում ձեզ։ Միջակության սահմանները հաղթահարելու համար պահանջվում է քաջություն, ընդունելու, որ կայուն լինելը հաճախ ընդամենը կանգառի քաղաքավարի ձև է։ Շատերը ապրում են այն, ինչ մենք անվանում ենք առաջին դարձ։ Պահ, երբ նրանք թողնում են հետևում կյանքը լի լուրջ սխալներով, մահացու մեղքերով կամ սրբության նկատմամբ լիակատար անտարբերությամբ։ Սա թեթևացման եւ թարմացման պահ է։ Սակայն քրիստոնյաների համար ամենամեծ վտանգը կայանում է դա համարել ֆինիշի գիծը։ Անհրաժեշտ է երկրորդ պահը, երկրորդ դարձը, որը կարելի է համեմատել վերջնական թռիչքի հետ։ Եթե առաջին դարձը օգնում է մեզ դուրս գալ կեղտից, ապա երկրորդը օգնում է մեզ թռչել։ Երկրորդ փուլն այլևս չի վերաբերում չարիչ գործելուն, այլ բարու արմատական ընդունմանը։ Սա անցում է վախի միջոցով հնազանդությունից դեպի սիրո միջոցով հնազանդություն։ Եթե առաջին դարձի փուլում հիմնական ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է ինքն իր վրա, ես ուզում եմ փրկվել, ուզում եմ լավ զգալ, ուզում եմ ազատվել սխալներից, ապա երկրորդ փուլում կենտրոնը լիովին տեղափոխվում է Աստծո եւ Մերձավորի վրա։ Հենց այստեղ մենք որոշում ենք, որ բավարար չէ պարզապես հավատի դպրոցում գրանցված լինելը։ Անհրաժեշտ է դառնալ աշխատասեր աշակերտ, ով ձգտում է սովորել սիրել այնպես, ինչպես Քրիստոսը։ Վերջնական թռիչքը ամենադժվար փուլն է, քանի որ այն պահանջում է մեզ ազատվել սեփական կամքի կապանքներից։ Հեշտ է հրաժարվել նրանից, ինչ մեզ վնաս է տալիս, դժվար է հրաժարվել նրանից, ինչ մեզ դուր է գալիս, բայց խանգարում է ավելի լավը դառնալու։ Սա խաչմերուկի պահ է, երբ կյանքը մեզ դնում է իրավիճակում, որտեղ պետք է ընտրել անվտանգի եւ սուրբի միջև, շրջապատողների հավանության եւ Աստծո լուր հավանության միջև, մեր սրտերի խորքում։ Այդ թռիչքը կատարվելու համար մեզ անհրաժեշտ է մեր կամքը գրանցել սրբության դպրոցում։ Սա նշանակում է ընդունել այն փաստը, որ փոխակերտումը ակնթարթային չի լինի, այլ կրելու է ուսուցողական բնույթ։ Աստված մեզ առաջնորդում է, ինչպես երեխային սովորեցնում է քայլել, բայց պահանջում է, որ մենք ինքներս ուզենանք քայլել։ Առանց այդ վճռական այոյի, ես իսկապես ուզում եմ, մենք կշարունակենք վազել վազքուղու վրա, առանց երբևէ գետնից կտրվելու։ Երկրորդ դարձը պարտավորություն է, ընդունել միայն լիությունը։ Սա հասկանալն է, որ քրիստոնեական կյանքը բեռ չէ, որ մենք կրում ենք, այլ վարելիք է, որը եթե ճիշտ օգտագործվի, կբարձրացնի մեզ այն բարձունքներին, որոնց մենք երբեք չէինք կարողանա հասնել մենակ։ Երբ մենք նայում ենք նրանց կյանքերին, ովքեր մեզնից առաջ գնացել են հավատի ճանապարհով եւ հասել են սրբության, մենք վտանգում ենք նրանց վերաբերվել որպես պատկերասրահի նկարների։ Մենք կախում ենք նրանց պատին, առաջացնում հիացմունք, շրջանակում ենք նրանց պատմությունները ոսկեզոծ շրջանակներով եւ դիտում որպես ստատիկ կերպարներ, հեռու մեր իրականությունից։ Սակայն այդ կերպարների իսկական դերը ոչ թե դեկորատիվ նկարչությունն է, այլ հայելի ծառայելը։ Նկարը նախատեսված է դիտելու համար, հայելին թույլ է տալիս տեսնել մեզ դրանում։ Երբ մենք նայում ենք մարդու քաջությանը, մաքրությանը կամ նվիրվածությանը, ով արմատականորեն ապրել է իր հավատով, այդ պատկերի գործառույթը ոչ թե մեզ հարմարավետության զգացում տալն է դահլիճում, այլ ստիպել մեզ հարց տալ ինքներս մեզ, եթե նրանք, իմ նման մարդիկ, իմ նման սահմանափակ եւ փխրուն, կարողացան անել այդ քայլը, ապա ինչու եմ ես կանգնած անշարժ։ Սրբերին հիանալն առանց նրանց նմանակելու փորձի Եվանգելիոնի պահանջներից պաշտպանվելու միջոց է։ Եթե ես սուրբին դնում եմ անհասանելի կատարյալության պատվանդանի վրա, ես ինձ համար գեղեցիկ արդարացում եմ ստեղծում, չփոխվելու համար։ Ես երբեք չեմ լինի նրա նման, ուստի կարող եմ շարունակել մնալ այնպիսին, ինչպիսին եմ։ Բայց սրբությունը ոչ գենետիկական պարգև է, ոչ էլ գեղարվեստական տաղանդ։ Դա հազարավոր փոքր առօրյա որոշումների արդյունք է, ասել այո Աստծուն եւ ոչ սեփական էգոին։
Հիացմունքը կոնկրետ գործողության վերածելը նշանակում է կոտրել խանութի վիտրինայի ապակին։ Եթե ինչ-որ մեկի համբերությունը ոգեշնչում է ձեզ, պատասխանը պետք է լինի ոչ միայն գովասանք, այլ համբերության պրակտիկա, հաջորդ անգամ, երբ բախվեք դժվարությունների։ Եթե ձեզ հուզում է մեկ ուրիշի առատաձեռնությունը, դրա պտուղը պետք է լինի իսկական ինքնահանձնում։ Այսօր սրբերը գոյություն ունեն ոչ թե մեզ ծափահարելու համար, այլ ցույց տալու համար, որ Քրիստոսի առաջարկած ճանապարհը կատարյալ է, իրական է եւ բաց է մեզ համար։ Նրանք Աստծո շնորհի բավարարության ապրող ապացույցն են, ցանկացած մարդուն միջակությունից բարձրացնելու համար մինչև փառք, պայմանով, որ կա պատրաստակամություն ոչ միայն նայել օրինակին, այլ հետևել դրան։ Մթության մեջ ապրելը վտանգավոր է։ Սա այն մարդու վիճակն է, ով ոչ ամբողջությամբ է մթության մեջ, ոչ էլ թույլ է տալիս իրեն ամբողջությամբ ընկղմել լույսի մեջ։ Սա գրեթե սրբության, գրեթե լիակատար հնազանդության, գրեթե հավատարմության վիճակ է, բայց Աստծո սերը կիսատ բաներից չի բաղկացած, եւ մեր արձագանքը նույնպես չի կարող լինել այդպիսին։ Ճշմարտությունը տուն բերելը նշանակում է այն կիրառել այնտեղ, որտեղ ոչ ոք չի դիտում։ Հենց տան լռության մեջ, աշխատանքի ազնվության եւ մտքերի մաքրության մեջ է տեղի ունենում մեր վերջնական թռիչքը։ Ազատության գինը հաճախ կայանում է մեր հպարտության եւ սեփական կամքի զոհաբերության մեջ, բայց տրկության գինը անսահմանորեն ավելի բարձր է։ Սա այն կյանքի դատարկությունն է, որը շփվել է անսահմանության հետ եւ նախընտրել է մնալ փոքր։ Մի սպասեք կատարյալության պահի կամ արտասովոր հայտնության, որպեսզի սկսեք։ Սրբությունը ուսման գործընթաց է, որը կառուցվում է քայլ առ քայլ, հանգիստ եւ համառորեն։ Եթե զգում եք, որ ձեր կամքը թույլ է, ներկայացրեք այդ թուլությունը ճշմարտությանը եւ խնդրեք ուժ առաջին քայլի համար։ Կարևոր է այլևս բավարարված չլինել հերավոր հիասմունքով։ Թող սա լինի ոչ միայն հերթական լսված եւ մոռացված ուղերձ, այլ որոշման շրջադարձային կետ։ Կյանքը ամեն օր մեզ դնում է խաչմերուկի վրա։ Եվ այսօր հարցը պարզ է. դուք շարունակելու եք մնալ ուրիշների հրաշքների կողմնակի դիտորդ, թե թույլ կտաք Աստծո լույսին փոխակերպել ձեր սեփական պատմությունը։ Ժամանակն եկել է, ճանապարհը բաց է։ Թողեք հետևում միջակության բեռը եւ վերջապես գնացեք ընդառաջ այն լույսին, որը երբեք չի մարում։